Հանրայինի եթերում աշխատանքն է շարունակում օրակարգ լրատվականը, բարի օր։ Բուժհաստատությունների ծանրաբեռնվածության բացառման եւ առավել արագ ու արդյունավետ բուժօգնության կարեւորությանն են մարզային այցի ընթացքում շեշտել պաշտպանության եւ առողջապահության նախարարները։ Նրանք նշել են, քայլ է արվում միևնույն բնակավայրում գտնվող զինվորական հոսպիտալը ու քաղաքացիական հիվանդանոցը միավորելու ուղղությամբ։ Վիգեն Սարգսյանը այցելել է Վարդենիսի եւ Բերդի զինվորական ու քաղաքացիական բուժհաստատություններ, ինչպես նաեւ սահմանամերձ Վահան գյուղ, հանդիպել Հայաստանի արևելյան սահմանը պահող գյուղացիների հետ։ Պաշտպանության նախարարը եղել է Իջևանում կառուցվող զինավանում եւ մարտական հենակետերում։ Պետք է փորձենք համադրենք ջանքերը եւ բարձրացնենք արդյունավետությունը մեր եւ բանակային կարիքների համար, ռազմական բժշկության եւ քաղաքացիական բնակչության համար, առողջապահական սպասարկման խնդիրների լուծման։ Մեգլուր առաջնագծից գիշերը դրությունը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել։ Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 35 անգամ, արձակել շուրջ 400 գրակոց։ Պաշտպանության բանակից հայտնում են, որ մերոնք լիակատար վերահսկում են իրավիճակը առաջնագծում։ Սահմանամերձ Մովսեսում զենքին վարժ տիրապետելը ոչ տարիք է հարցնում, ոչ սեր։ Ռազմագիտության դասերը ամենակարևորն են բոլորի համար։ Շուտով նաև կլրացվեն գործնական պարապմունքներով։ Հրաձգարանն էլ արդեն բացվել է։ Մայա Խաչատրյանն է պատմում։ Մովսեսի եկեղեցու զանգերը հարևան Ալիբեյլիում լսում են, բայց էլի չեն խաղաղվում։ Մովսեսին էլ ոչինչ չի մնում, քան զենքը վարժ իմանալ։ Մովսեսի դպրոցի տեխնոլոգիայի կաբինետը նորոգվել է, համալրվել կարի մեքենաներով, գործվածքով ու թելով։ Աղջիկները սրբիչներ կկարեն, տղաները նոր գործիքներով կսովորեն փայտամշակման արհեստը։ Մեզ համար շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշման համար տեխնոլոգիա, ուրեմն առարկայի համար ուսումնանյութական բազան։ Ռազմագիտության դասերը կլրացվեն գործնական պարապմունքներով, հոգեօգնությամբ բացվեց հրաձգարան։ Հիմա մենք պետք է երեխաներին սովորեցնենք հրաձգարանում կրակ վարելու ձևերը։ Տիրապետում ենք զենքին, տղաներին հավասար եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք նրանց կողքին կանգնել սահմանին։ Աղջիկները առայժմ պահեստային են, իսկ տավուշցի նորակոչիկները Բերդի եկեղեցու բակում երդվեցին։ Ազնվորված ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս։ Շատ մեծ պատիվ է ծառայել այնպիսի մի զորամասում եւ նման հրաշալի զինվորների հետ, որոնք ամեն վայրկյան կարող են պայքարել եւ դիմակայել մարտնչող հակառակորդին։ Մինչև ծառայության մեկնելը տղաները եկեղեցի մտան։ Մովսեսի պարուհիները կսպասեն նրանց վերադարձին, այն տոն դարձնելու համար։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Լապշինի արտահանձնում թալիշների հալածանք, միջազգային կառույցների արձագանք, այս ամենը ըստ հայ փորձագետների Ադրբեջանի հետ ցնցումներն են ռազմական ձախողումից հետո։ Եվ չնայած դրան Երևանը հումանիզմով է պատասխանում Բաքվի հակահայկականությանը։ Այնտեղից փախած թալիշ ընտանիքին մեզ մոտ ընդունել են, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել եւ ի տարբերություն Ադրբեջանի այդ ամենից շոու չեն սարքում։ Վերադառնալ Ադրբեջան նույնն է թե մահվանդատավճիռ ստորագրել քո ու ընտանիքիդ համար։ Հայաստան փախած Շահին Միրզոևի գրառումն է մինչև Հայաստան գալը։ Թալիշ պոետ, ակտիվիստ, Թալիշական մշակույթի կենտրոնի վարչության անդամ Թոլիշ Իսադոյի թղթակից Միրզոևի կնոջը Ադրբեջանի օնկոլոգիական կենտրոնում մահվան դուռն են հասցրել։ Անչափահաս երկու երեխաները ինչ ասես տեսել են։ Հայաստան ոտք դնելուն պես Միրզոևների ընտանիքին անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տվել, ասում է միգրացիոն ծառայության ղեկավարը։ Սա Ադրբեջանի բռնաճնշումներից Հայաստանում ապաստանած միակ ընտանիքը չէ։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը դրանից շոու չի սարքում, ասում են վերլուծաբանները։ Հայկական կողմը առավել հումանիստական նկատառումներով է առաջնորդվում, քանի որ բոլորս էլ գիտենք Ադրբեջանում նույն հալածանքներ, ազգային փոքրամասնությունների հետ կապված եւ այլն։ Քաղաքական շիզոֆրենիա Ադրբեջանի պետական քաղաքականությունը այսպես է որակում Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մի կողմից գտնում են հայերի, որոնք կասեն Ադրբեջանում լավ է, մյուս կողմից յանով ազգանուններով անգամ ոչ հայերին օդանավակայանից հետ են ճամփում։ Մարդիկ գտնել, որ կասեն թե Ադրբեջանում վատ է, հավանաբար դժվար չէ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը այդ ֆանտասմագորիայով զբաղվում է իբրև պետական քաղաքականություն։ Մեր կազմակերպած տարածաշրջանային քննարկումներին որևէ ադրբեջանցի չի համարձակվում գալ։ Ադրբեջանի հետ ցնցումներն են ապրիլյան ձախողումից հետո, մեկնաբանում են վերլուծաբանները։ Ռազմական ֆիասկոն ստիպում է աղմկել հարակից միջոցներով՝ Լապշին, թալիշներ, միջազգային կառույցներ։ Ամենակարևորը նա գործել է իր հարվածող ուժը, որը հենց ապրիլին է գործել իրենց հատուկ ջոկատայիններին։ Դրա համար հիմա պատերազմ չվերսկսելը փորձում են քողարկել պատերազմի իմիտացիայով։
Այսօր 10, արկ վաղը 20, պատերազմի իմիտացիան Ադրբեջանը փորձում է քաղաքական գործոնի վերածել։ Նպատակը խուսափել ապրիլի համար պատասխանատվությունից ու բանակցություններ սկսել զրոյից։ Պաշտոնական Երևանի պահանջը մեղադրանքները հասցեական դարձնելն է։ Աննա Բալյան, Լուսին Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Միջազգային իրավունքի դասեր Բելարուսի փոխարտգործնախարարին, Կանադայի Քարլթոնի համալսարան դասախոսության եկած Օլեգ Կրավչենկոին, Օտտավայի հայ ուսանողների միության և հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հարցեր են ուղղել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ։ Բելարուս պաշտոնյայի բառացի պատասխանը. երբեմն արտահանձնման վերաբերյալ ԱՊՀ կոնվենցիաները կարող են հակասել ՄԱԿ-ի կոնվենցիաներին։ Իսկ հարցին, թե ինչպես է, որ Բելարուսի նախագահը արդեն ավելի քան 20 տարի միահեծան կառավարում է երկիրը, Կրավչենկոն պատասխանել է, որ անթերի երկրներ չկան։ Շարունակենք թողարկումը։ Այսօր 10-15-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է եղել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների կա 2 զոհ և 2 տուժած։ Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բուժկենտրոն։ Դեպքի վայրից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ տուժածներին այժմ տեղափոխում են Երևան։ Մանրամասների մասին կհայտնենք մեր հետագա թողարկումներում։ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ այսօր կայացել է Հայաստանում ընտրություններին առնչվող կառույցների մասնակցությամբ համաժողով։ Հիմնական նպատակն է նախանշել միջազգային դիտորդական կազմակերպությունների դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում իրականացվում է Եվրոպայի խորհրդի և Եվրամիության արևելյան գործընկերության ծրագիրը, որով նախատեսվում է բարձրացնել հասարակության իրազեկությունը, փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ փորձը։ Նախորդ կիրակի մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կազմակերպման նոր մոդելին, ասեն, որ որևէ այլ երկիր նման արագությամբ և հաջողությամբ երբևէ չի կիրառել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ընտրական գործընթացում։ Կարծում եմ, որ այս ամենը մեզ լավատեսություն է ներշնչում առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավագույնս անցկացնելու հարցում։ Միջազգային լրահոսից սիանական կալիում, ահա թե ինչով պետք է թունավորեին համայն վրաց պատրիարքին։ Մահաբեր նյութով սրվակը հայր Գեորգին Գերմանիա էր ուզում հասցնել, որտեղ պիտի վիրահատեին Իլիա II-ին, հոգևորականին ձերբակալել են։ Վրաստանի դատախազությունը պաշտոնապես հաստատել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարչի հայր Գեորգի Մամելաձեի ձերբակալությունը, հարուցվել է քրեական գործ։ Գեորգի Մամելաձեն ձերբակալվել է օդանավակայանում քաղաքացու հաղորդագրության հիման վրա։ Խոզարկության ժամանակ հայր Գեորգիի ուղեբեռի գաղտնի գրպանիկում հայտնաբերվել է ցիանական կալիումի սրվակ, նրա բնակարանում հրազեն ու ռազմամթերք։ Հայր Գեորգի Մամելաձեն ձերբակալվել էր փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, երբ փորձել էր մեկնել Գերմանիա, որտեղ երկուշաբթի պետք է վիրահատվեր համայն վրաց պատրիարք Իլիա II-ի լեգապարկը։ Ինչպես նշել է Իրակլի Շոթաձեն, իրենց դիմաց քաղաքացին հայտնել է, որ Գեորգի Մամելաձեն առաջարկել է իրեն մեծ գումարի դիմաց ձեռք բերել ցիանական կալիում բարձրաստիճան եկեղեցականին թունավորելու համար։ Մենք տեղյակ ենք միայն փաստի մասին, նկատի ունեմ ձերբակալությունը։ Ընթանում է հետաքննություն, մենք վստահում ենք իրավապահներին և կհամաձայնենք նրանց որոշումներին։ Ըստ վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության հայր Գեորգի Մամելաձեն ձերբակալվել է պատրիարքին թունավորելու կասկածանքով։ Հայկ Հովհաննիսյան, Գիվի Փեիքրիշվիլի, օրակարգ։ Հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, նա համարվում էր գործող վարչակազմում Անկարային ամենամոտ կանգնած պաշտոնյան, քանի որ մինչև վերջին նշանակումը վճարովի լոբիստական ծառայություն էր մատուցել թուրքական կառավարությանը։ Ֆլինի հրաժարականի պատճառը նրա շփումներն էին Ռուսաստանի դեսպանի հետ, նրանց զրույցի մանրամասների բացահայտումից անմիջապես հետո Ֆլինը վայր է դրել լիազորությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմի պատճառով դարձյալ հայտնվել է սկանդալային պատմության մեջ։ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապերի համար։ Դա էլ դարձել է Ֆլինի հրաժարականի պատճառը։ Կասկածի հիմք է տվել Ռուսաստանի դեսպանի հետ նրա զրույցը։ Ես փոխնախագահ Մայք Փենսին և մյուսներին չեմ տեղեկացրել Ռուսաստանի դեսպանի հետ իմ զրույցի մասին։ Դրա համար ներողություն եմ խնդրել և նախագահից, և փոխնախագահից։ ԱՄՆ արտարդատության նախարարությունն ու օրենսդիրները մտավախություն ունեն, որ խորհրդական Ֆլինը կարող է խոցելի լինել Ռուսաստանի կողմից շանտաժի համար։ Սակայն հրաժարականով գործը չի փակվում։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի քանի անդամ արտարդատության նախարարությունից և հետաքննությունների դաշնային բյուրոյից պահանջել են կոնգրեսականների համար փակ ճեպազրույց անցկացնել, պարզելու, թե Ֆլինից բացի Սպիտակ տանը ելով է սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգությանը։ Նախագահ Թրամփի խորհրդականի պաշտոնում նշանակվել է պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգը։ Մարիամ Խիթարյան, օրակարգ։
Իսկ Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Օրովիլ լճի վրա տեղակայված 230 մետր բարձրություն ունեցող երկրի ամենախոշոր ամբարտակի փլուզման վտանգը օր-օրի ավելի իրական է դառնում։ 50 տարվա մեջ առաջին անգամ ջուրը սկսել է հոսել ամբարտակի ցանկապատի վրայով, չնայած ջրի բաց թողիչները աշխատում են ամբողջ ծավալով։ 23,000 զինծառայող բերվել է բարձր պատրաստության վիճակի, առայժմ տարհանել են Օրովիլ լճի մոտակայքում բնակվող մոտ 200,000 բնակչի։ Կալիֆորնիայի իշխանությունը օգնություն է խնդրել տարհանման ավելի լայնածավալ գործողության համար։ 40 տոննա սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության իրերով ինքնաթիռը Հայաստանից մեկնել ու արդեն վայրեջք է կատարել Լաթաքիայում։ Մարդասիրական օգնությունը այս անգամ ուղարկվել է այնպիսի վայրեր, որտեղ հայերի կողքին բնակվում են նաև սիրիացիներ։ Կառավարությունը պահուստային ֆոնդից այս գործին հատկացրել է ավելի քան 46 միլիոն դրամ։ Ավանդական գործիքով անվտանգության գոտին կապած Il-76-ը կոկում են կարևոր առաքելության։ Ամբողջ գիշեր ինքնաթիռը բեռնել են։ Հայաստանի ու Սիրիայի դրոշները կողք կողքի, 40 տոննա սննդամթերք առաջին անհրաժեշտության իրեր։ Հումանիտար օգնության օդանավով Երեմ Սիմոնյանը ևս թռչում է Լաթաքիա, հենց այնտեղից են բաշխելու օգնությունը։ Հիմնականում ճշտվում ենք մեր սփյուռքյան աղբյուրներից անհրաժեշտությունից ելնելով եւ ասեմ, որ նշված բեռը ոչ միայն հայ համայնքի համար։ Ռուսական ինքնաթիռը հայկական բեռով Սիրիայի է ուղևորվում Հայաստանի նախագահի հանձնարարությամբ։ Այնտեղ արդեն հայկական ու միջազգային մարդասիրական կառույցները բեռը կբաշխեն կարիքավորներին։ Շատ ուրախ ենք, որ ինչ-որ բանով կարողանում ենք աջակցություն ցուցաբերել, իհարկե շարունակելու ենք։ Ինչ է կապականության։ Ըստ հնարավորության։ Մարդասիրական օգնությունը ազգային պատկանելություն չի ճանաչում, ասում է նախարարը։ Բարդ իրավիճակում արագ ձևավորվում է միմյանց թիկունք լինելու կարողությունը։ Այս ինքնաթիռին Սիրիայում սպասում են ոչ միայն իբրև սնունդ, հագուստ, այլև խաղաղ երկրից եկող ջերմություն։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Երևանում այսօր ամփոփել են տեքստիլի զարգացման այն ծրագիրը, որի շնորհիվ տեղական 8 ձեռնարկություն 5900 BC ապրանքանիշի ներքո համախմբվել ու հագուստի մի քանի հավաքածու է արտադրել, նաև արտահանել, հիմնականում ռուսական շուկա։ Դիզայներական գործերը այնքան բարձր կարգ ունեն, որ անգամ հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինն է մեր վարպետներին պատվեր տվել։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներքո Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ իրականացվող այդ ծրագիրը կշարունակվի։ Համագործակցության նոր պայմանագրով Հայաստանը կփորձի դրսի շուկաներում ներկայացնել նաև մեր կոշկեղենը։ Երկրորդ փուլում արդեն նախատեսվում է $2 միլիոն եւ 3 տարի ժամանակահատված ծրագիրը կունենա, նաև կընդգրկվի կոշիկի եւ կաշվի իրերի արտադրության ոլորտը։ Տեղափոխվենք Հայաստանի մարզեր, լոռեցիները երկնքին են նայում, եղանակից շատ բան է կախված, եթե տեղումները շարունակվեն, խոտից կզրկվեն, ուրեմն եւ եկամուտից։ Խոտը քիչ է ու թանկ, բայց հարկավոր է։ Գյուղացիների խնդիրը Հրաչյա Պապինյանի ռեպորտաժում։ Արդվեցի մերն առավոտվանից փորձում է մեքենան կարգի գծել, խոտ պիտի բերեն։ Ալավերդին թողել եղբոր հետ եկել ու հայրենի գյուղում 150 գլուխ միայն մայր ոչխար են պահում։ Գառներն ավելի շատ են, բայց ծնի այսօրերին խոտը վերջանում է, հեռվից են բերելու։ Մի քիչ խոտ չես գծի։ Խոտ չունեք։ Մեքենայից հույսը կտրում է, եղբորը խոտի է ճամփում ձիով։ Արմենն էլ ոչխարի ֆերմա ունի ու նույն խնդիրը։ Նախորդ տարիներին ոչխարին խոտ էր տալիս միայն հունվար-փետրվարին ծնի շրջանում։ Այս ձմեռ սկսել է կերակրել նոյեմբերից։ Խոտ չունի, դեզը նստել է, գինը բարձրացել։ Սա արդեն եկամուտի լուրջ նվազում է, քանի որ ասենք խոտի ծախսը նախատեսած էր ինչքան որ մի պետք է առնենք։ Դա էլի նույն եկամուտից է պակսում էլի։ Ընդ որում հիմա ավելի թանկ պետք է։ Ավելի թանկ։ Ձիով տեղ է հասնում երկար սպասված խոտը, 2 հակ 2 օրվա համար։ Խոտի ճար են փնտրում նաև խոշոր եղջերավորների տերերը։ Այգեհացի Հայկը կովերին սկսել է կերակրել հոկտեմբերից։ Խոտ չի գնի, եղած է կհերիքի, բայց դժվար թե կարողանա հաջորդ տարվա խոտը ետ գցել։ Չգիտի տարին կանաչ կլինի, թե չէ։ Չգիտես հաջորդ տարին ինձևի կլինի, որ ավելացածը օգտագործես հաջորդ տարվա մա։ Հիմա լոռեցյան ասնապահներին մտահոգում է, թե ինչ եղանակ կլինի ապրիլ-մայիսին։ Եթե տեղումները շարունակվեն, խոտը ուշանա, եկամտից կզրկվեն։ Հրաչյա Պապինյան, Արմեն Հովսեփյան, օրակարգ։ Հաղարծին գյուղով անցնող 2003-ին կառուցված միջպետական ճանապարհը ամեն գարուն կարկատում են, բայց գլխացավանքը դրանից չի պակասում։ Ճանապարհի փոսերը իրական խնդիր են բնակիչների համար։ Տավուշի մեր թղթակիցն է պատմում։
դնում եք հիվանդանոց, ուզած, դիկտասրոտը ուշանալ։ Վարորդների վրդովմունքը նույնն է տարին 12 ամիս։ Տավուշի մարզը հատող միջպետական ճանապարհի հատկապես Հաղարծին գյուղով անցնող հատվածը գլխացավանք է դարձել։ Ներկայումս մարզի միջպետական ճանապարհներից մոտ 15 կիլոմետր առանձին հատվածներ գտնվում են վատ մեծ փոսայնությամբ վիճակում։ Եթե փոսերը ձյունով են ծածկված, դեռ ոչինչ, բայց երբ ջրով են լցվում, իսկական ծուղակ են։ Ճանապարհային ոստիկանների խոսքով մեծացնում են վթարների հավանականությունը։ Տարբեր չափերի եւ խորության փոսերը վարորդները փորձում են զգուշորեն շրջանցել։ Միշտ չէ, որ հաջողվում է։ Մի քիչ արագ եք, փոսը չնկատեցի, այդ փոսը մարդ լավապին է։ Այդպես խորը փոսեր կան։ Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհի նորոգման պատճառով ծանրաքաշ մեքենաների ինտենսիվ երթևեկը եւս իր ծանր հետքը թողնում է։ Մեծ գաբարիտով տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է մեր մարզով, սպասարկվում է ինտենսիվ, որոնք որ անդրադառնում են երթևեկամասի ծածկի վրա։ Այս ճանապարհը կառուցվել է 2001-ից 2003 թվականներին։ Ամեն գարնան կարկատում են, բայց վիճակը չի փոխվում։ Գայանե Թամամյան, Մեհեր Թամրազյան, օրակարգ։ Այս ժամին այսքանը, մեր հաջորդ թողարկումը 17:00-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։